Մենք ներքին գործերի նախարարին փոխանցեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ՝ անվտանգության, սահմանների կառավարման, մարդու իրավունքների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն առաջիկա տարիներին։ Ցանկանում եմ շնորհավորել ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության իշխանություններին այս գործընթացում արագ և խորքային առաջընթացի համար, ինչը թույլ տվեց մեզ մշակել այս գործողությունների ծրագիրը։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին։ Այն կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումները հասնեն իրենց հանգրվանին։ Ինչպես նախարարը նշեց, Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվելու տարբեր ոլորտներում, և դրանք պետք է նպաստեն գործողությունների ծրագրի հաջող իրականացմանը։ Եմեն և Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ։ Հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է պաշտոնապես արձագանքեն վիզաների ազատականացման շրջանակում Եվրոպական միության կողմից փոխանցված գործողությունների ծրագրին, իսկ Եմեն կուղարկի համապատասխան փորձագիտական խմբեր տեղում գնահատելու իրավիճակը տարբեր ուղղություններով և կազմելու զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին և իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը դրանց գործնական կիրառմանը։ Հայաստանի իշխանությունները արդեն նկատելի արագությամբ են իրականացրել մի շարք առանցքային բարեփոխումներ, մասնավորապես կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը ԵՄ-ում գնահատվել է որպես հաջողված քայլ և արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին և լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք։